Հիմավորեք, հրապարակ են մտնում Viva Armenia-ի աշխատակիցները։ Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ Հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն 1 ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին։ Լավ միջոցառում այս դուր է գալիս։ Շնորհակալ ենք աշխատանքի համար։ Շքերթը սկսվեց 40 րոպե ուշացումով Արևի տակված բանկի Վիվասելի Արմենիա վայնի Երեմյանի Ջերմուկի Սիլի Վեգայի եւ մյուսների աշխատողները սպասում էին վարչապետին։ Փաշինյանը 2 շաբաթ առաջ էր ընդունել տոնական շքերթի մասնակից որոշ ընկերությունների, օրինակ Երեմյանի Արմենիա վայնի Վեգայի Թիմ Տելեկոմի Ֆաստ բանկի ղեկավարներին քննարկել տնտեսության զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը։ Եկացած չեմ, ես ճիշտ ասած մամուլից իմացել եմ, որ շատ լավ միջոցառում կա, եկել եմ աղջկաս հետ այստեղ օրս վայելելու։ Ով է Հանրապետության հրապարակը ողջ օրը փակած ու բիզնեսի ներկայացուցիչներին մի տեղում հավաքած միջոցառման կազմակերպիչը նախարարը տեղյակ չէր։ Ունեմ վստահություն, որ պետական մարմինները որոշակի մասնակցություն ունեն, ուղղակի ես դրա մասին տեղեկատվություն չունեմ։ Ես կարծում եմ, եթե ունենք, պետք է անպայման այնպես անենք, որ հաջորդ մայիսի 1-ն էլ այսքան լավ անցնի, հաջորդ քաղաքացու տոնն էլ այսքան լավ անցնի, որովհետև էլի եմ կրկնում, տոնական տրամադրությունը շատ կարևոր է տնտեսական ակտիվության ու տնտեսական զարգացման համար։ Այսօրվա տոնական միջոցառման հեղինակը Էլի Դոմինո Production-ն էր, որը վերջերս կազմակերպել էր նաև Գյումրիում ու Երևանում անցկացված մեծ համերգները։ Գյումրիում անգամ Փաշինյանի վարչաբենդն էր նվագել։ Միջազգային աստղերի մասնակցությամբ Երևանի համերգն էլ քաղաքացու օրվան էր նվիրված։ Ինչու անցած մայիսի 1-ն այսպիսի շուկով չէին նշվում։ Էկոնոմիկայի քպական նախարարն ափսոսանք հայտնեց ու պնդեց, թե սա առաջիկա ընտրությունների համար չի արվում։ Չէ, քարոզչություն անում են մյուսները, կարճ սպարտիվկա բաժանելով։ Քարոզչություն չէր, բայց այսօր էլ վարչապետ Փաշինյանն իր քարոզչական սրտիկն ու Հայաստանի քարտեզով կրծքանշաններն էր բաժանում։ Հոծ բազմություն էր հավաքվել անվտանգության աշխատողներով շրջապատված Փաշինյանի շուրջ, սպասում էին իրենց հերթին, որ լուսանկարվեն։ 65-ամյա քնարիկ Մելքոնյանին հրապարակ էին բերել խորհրդային հուշերը։ Մեկ էլ մայիսի 1-ը տոնել էր 80-ականների վերջին, կոմունիստների օրոք։ Այս ժամանակ ավելի շատ էր։ Պրոսպեկտային վերևից իջնում էին բոլոր գործարանները, ասենք բուժաշխատողները, այնտեղ կային էլի ուսանողները, շատ։ Լավ հիշողություն։ Դեմիրճյանը կանգնած ձեռքով էր անում բոլորին, շատ հաճելի ա եղել։ Թորներին էր բերել։ Նկատեց, որ հիմա աշխատողների իրավունքներն այդքան էլ պաշտպանված չեն։ Հիմա շատ քիչ են ստանում աշխատավարձ, հետո պարտաճանաչ չեն տալիս, իսկ ժամանակ ուրիշ է։ Շքերթի մասնակից տարբեր ընկերությունների աշխատողները օդաչուներից մինչև բորտուղեկցորդուհիներ, սպասարկման ոլորտից մինչև վարորդներ ազատությանն ասում էին, գիտեն, որ հանգստյան օր է, բայց չեն ցանկացել հետ մնալ կոլեկտիվից ու հանգիստ իրենց ուզածով կազմակերպելու փոխարեն եկել են հրապարակ։ Որ չգայիք ինչ կլիներ։ Ոչ մի բան։ Գործից չէին հանի։ Չէ։ Կամավոր եք եկել, թե որոշվել ա, որ գալու եք։ Որոշվել է, որ ներկայացնում են կոմպլեքս մոլը։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Ֆլայուանի օդանավի հրամանատար Արսեն Պողոսյանը գործընկերների հետ եկել էր ներկայացնելու ավիաընկերությունը։ Աշխատողների տոնն է, մեր տոնն է, եւ մենք ամբողջ կամպանիայի ներկայացուցիչներով գտնվում ենք այս լավ իրադարձության այս տոնին։ Հրապարակ են մտնում Yandex.Go-ին միացած աշխատակիցները։ Հանրապետության հրապարակում իրենց իրավունքների տոնն էին նշում նաև Yandex-ի հնդիկ առաքիչները։ Ազատությունը հաճախ է բարձրաձայնում Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումների մասին։ Մինչդեռ այսօր նրանք եւս հրապարակում էին իրենց համար աշխատանքային օրը համատեղելով աշխատավորների տոնի հետ։